Ողջունում եմ բոլորիդ հարգելիներս։ Ներկայացնում եմ տավարի լյարդը սնկով պատրաստելու բաղադրատոմսը և պատրաստման եղանակը։ Այն պատրաստելու համար հարկավոր է 500 գրամ տավարի լյարդ, 250 գրամ սունկ, 2 բճիղ սխտոր, 2 գլուխ սող, 3 ճաշի գդալ 4 սպիտակ գինի, 3 ճաշի գդալ բուսական յուղ, աղ, պղպեղը ճաշակի և թարմ մաղադանոց։ Այս համեղ ու պարզ ուտեստը հիանալի է տանը ձեր հյուրերին հյուրասիրելու և նրանց հետ հաճելի երեկո անցկացնելու համար։ Այն պատրաստելու համար նախ լվանալ և կտրատել տավարի լյարդը, սունգը, սոխը, մարացնել սխտորի բջիղները, թավայի մեջ թաքացնել 2 ճաշի գդալ բուսական յուղը և լյարդի կտրատած կտորները տապակել մինչև լիովին եփվեն, համեմեք աղով և պղպեղով։ Հետո տապակած լյարդը հանեք թավայից, նույն թավայի մեջ ավելացրեք ևս 1 ճաշի գդալ յուղ, լցրեք կտրատած սունգը, սխտորը, սոխը և տապակեք։ Սնկին հաճելի համ տալու համար ավելացրեք 3 ճաշի գդալ 4 սպիտակ գինի, աղ և պղպեղ, լավ խառնեք և եփեք մի քանի րոպե, որպեսզի հեղուկը պակասի։ Ավելացրեք տավարի լյարդի արդեն տապակած կտորները, խառնեք և սնկի բուրովնավետ սոուսի հետ եփեք նորից 5 րոպե, որպեսզի համերը միաձուլվեն։ Մատուցեք տաք վիճակում, զարդարեք մաղադանոսի տերևներով։ Խորհուրդ եմ տալիս մատուցեք բրնձի հետ, շատ համեղ է ստացվում։ Այս ուտեստը ոչ միայն համեղ է, այլև առողջարար։ Տավարի լյարդը շատ հարուստ է երկաթով, պղնձով, A և B12 վիտամիններով, սպիտակուցներով և միկրոէլեմենտներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը։ Հատկապես օգտակար է սակավարյունություն ունեցող հիվանդների համար։ Վայելեք սնկի ու տավարի լյարդի այս հարուստ համերի համադրությունը։ Բարի ախորժակ։ Չմոռանաք գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել իմ էջին, որպեսզի հետևեք հաջորդ հաղորդումներին։ Եղեք առողջ և լավատես։